Ողջույն, սիրելի ընկերներ։ Այսօր ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած խոսքերին, ով իր վերջին հարցազրույցում ասել էր. Խոտ մարիխուանա Ինչ։ ոնց է վերաբերվում։ Ոչ մի ձև չեմ վերաբերում, համարում եմ, որ դա նույնպես կոնտրոլի կարիք ունի եւ այդ կոնտրոլը աչքերը փակելը չի ու ջայլամի քաղաքականություն։ Ժամանակին ասել ես, որ պետք է օրինականացնել։ Ես հիմա եմ համարում, որ պետք է օրինականացնել, Ինչի գործընթաց չես սկսում։ որովհետեւ չեմ կարողանում մարդկանց դա համոզել, որովհետեւ Բայց ինչի՞ է պետք օրինականացնել։ որ կոնտրոլ անես, որ ղեկավար ես այդ process-ը։ Որովհետեւ դու ինչ-որ բան չես կարողանում հաղթես։ Իսկ դու կարծում ես, որ Հայաստանում պետք է դա լինի օրինական։ Այո, ես կարծում եմ, Որովհետեւ կա, բայց օրինական չի։ կա, եւ օրինական չի եւ դա շատ ավելի մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում մարդկանց Հնար չի պայքարել այդ անօրինական։ Դե աշխարհը չի կարող դրա դեմ պայքարի մեկ։ Երկրորդը ակնհայտ է, որ աշխարհը գնում է նրան, որ դա օրինականանալու է, որտեղ բոլոր երկրներում դա ասենք ամեն տարի 1-2 երկիր օրինականացնում, հա։ Գիտես ինչ, հիմա մենք ունենք խմիչք, ունենք օղին, որը շատ ավելի վատն է եւ շատ ավելի վատ ազդեցություն է թողնում եւ փորձեր եղել է, հա, մի քանի անգամ Սուխոյ Զակոն գաղափարը մտցնել, հա, մի անգամ ԱՄՆ-ում այդ փորձը եղել, մի անգամ Սովետական միությունում այդ փորձը եղել եւ դա ցույց է տալի, որ մարդկությունը չի կարողանում այդ հարցը լուծի։ Եվ այդ նշանակում որ դու պետք է դա կարողանաս կառավարես։ Իսկ ավելի վատ բաներին, չեմ ուզում նույնիսկ անունները տամ, կատեգորիկ վատ են վերաբերվում եւ համարում եմ, որ ամենադաժան պայքարը պետք է իրականացվի նման բաների դեմ, ամենադաժան պայքարը պետք է իրականացվի։ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունը լայն արձագանք գտավ հասարակության շրջանում։ Նրա դիտարկումները, թե աշխարհը անշեղորեն գնում է դեպի մարիխուանայի օրինականացումը եւ որ դրա դեմ պայքարելը անարդյունավետ է, բարձրացնում են մի շարք կարևոր հարցեր, որոնք պահանջում են խորը եւ համակողմանի վերլուծություն։ Այսօր մենք կփորձենք առավել մանրամասն անդրադառնալ այս թեմային, այն դիտարկելով տարբեր տեսանկյուններից։ Արյունոտ հետքերից դեպի վերահսկվող շուկա։ Մարիխուանայի շուրջ ձևավորված ստվերային տնտեսությունը տասնամյակներ շարունակ սնուցել է կրիմինալ աշխարհը, հանգեցնելով բազմաթիվ արյունահեղությունների եւ հակամարտությունների։ Միայն ԱՄՆ-ի օրինականացումը բավական է պատկերացնելու համար, թե ինչպես է արգելված պտուղը ստեղծել հզոր սև շուկա։ 20-րդ դարում մարիխուանան ներկայացվում էր որպես սատանայական թմրամիջոց, ինչը հանգեցրեց նրա խստիվ արգելքին, սակայն այս արգելքը չկարողացավ վերացնել դրա օգտագործումը։ Փոխարենը այն տեղափոխվեց ստվերային տնտեսության ոլորտ, որտեղ գործում էին դաժան օրենքներ եւ անուղղոք պայքար շուկայի վերահսկման համար։ Կրիմինալ կայսրությունների ծնունդ։ Արգելքի պայմաններում ձևավորված թմրանյութերի սև շուկան հարստացրեց կազմակերպված հանցավոր խմբավորումներին, որոնք հաճախ անցնում էին ամենաանմարդկային քայլերի իրենց շահերը պաշտպանելու համար։ Մաֆիան դարձավ մի հզոր ուժ, որը ներթափանցեց հասարակության եւ պետական կառույցների տարբեր օղակներ, ամեղ զոհեր եւ բախումներ։ Մարիխուանայի արտադրության եւ վաճառքի վերահսկման համար մղվող պայքարը հազարավոր մարդկային կյանքեր խլեց, ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների շրջանում, եւ բռնությունը դարձավ սև շուկայի անբաժանելի մասը։ Կոռուպցիայի համատարած ծաղկում, սև շուկայի հսկայական շրջանառությունը կոռուպացրեց պետական համակարգը, կաշառքը դարձավ գործունեության նորմա, թույլ տալով հանցավոր խմբավորումներին շարունակել իրենց անօրինական գործունեությունը անպատիժ կերպով։ Նման իրավիճակներ էին նաև Լատինական Ամերիկայի երկրներում, որտեղ թմրանյութերի արտադրությունը եւ տարանցումը դարձել էին ներքին անկայունության եւ բազմաթիվ զոհերի պատճառ։ Մեր երկրում եւս ամեն ինչ չէ, որ հանգիստ է մարիխուանայի բիզնեսում։ Բոլոր շոփերով զբաղվողները ցանկանում են խանգարել մյուսներին։ Ճիշտ է, սպանություններ եւ արյունահեղություններ չկան, բայց բոլորը ցանկանում են որևէ շոփի հետ կապված անձանց անձնական տեղեկություններ հրապարակել համացանցում։ Կլադմենների հանդեպ բռնություն են կիրառում ու հպարտ տեղադրում այդ տեսանյութերը համացանց։ Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ փորձում են ոստիկանությանը ներկայացնել թիրախավորված անձանց մասին տեղեկություններ, որոնք ապրանքը ձեռքը բռնվում են ու դատապարտվում բանտարկման։ Այս ամենով դեռ լավ ենք բրծել։
Պատկերացնում եք, եթե մեծ շոփերի բոլոր սեփականատերերը, որոնք ապրում են Հայաստանի սահմաններից դուրս, լինեին այստեղ, Հայաստանում։ Մեծացող լարվածությունը եւ շուկայի համար մղվող պայքարը անկասկած տանելու էր մարդկանց նաեւ արյունահեղությունների ճանապարհով։ Իդեպ պետք է նշեմ նաեւ, որ մեր պայքարի շնորհիվ մեր հարթակներում մարիխուանայի գինը այժմ զգալիորեն ցածր է, ի տարբերություն մեր մրցակիցների, ովքեր նույն ապրանքը շատ ավելի թանկ են վաճառում, ստանալով գերշահույթներ, օրինականացման ճանապարհը, միջազգային փորձ եւ դասեր։ Մարիխուանայի օրինականացման ուղին բազմաթիվ երկրների համար լի է եղել փորձություններով եւ հակասություններով, սակայն այն երկրները, որոնք համարձակվել են գնալ այս քայլին, կարողացել են ձեռք բերել արժեքավոր փորձ եւ հրաշալի օրինակ այլ երկրների համար։ Ուրուգվայ 2013 թվականին Ուրուգվայը պատմության մեջ մտավ որպես առաջին պետություն, որը համարձակ քայլ կատարեց օրինականացնելով մարիխուանայի ամբողջական շրջանառությունը, արտադրությունից մինչև վաճառք եւ օգտագործում։ Չնայած միջազգային հանդության եւ երկրի ներսում որոշակի քննադատությանը, Ուրուգվայը ցույց տվեց, որ պետական վերահսկողության ներքո գտնվող օրինական շուկան կարող է արդյունավետորեն պայքարել կրիմինալ գործունեության դեմ եւ բավարարել հասարակական առողջության ցուցանիշները։ Կանադա 2018 թվականին Կանադան դարձավ խոշորագույն տնտեսություն ունեցող առաջին երկիրը, որը լիովին օրինականացրեց մարիխուանան ամբողջ երկրում։ Չնայած սկզբնական շրջանում հասարակության որոշակի մտավախություններին, Կանադան կարողացավ արդյունավետ կերպով վերահսկել նոր շուկան, զգալիորեն նվազեցնելով սև շուկայի ծավալները եւ ապահովել պետական բյուջե, կայուն հարկային եկամուտներ։ Օրինականացումը նպաստեց նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ հասարակական կարևոր ծրագրերի ֆինանսավորմանը։ ԱՄՆ Միացյալ Նահանգները եւս համարվում է մարիխուանայի օրինականացման առաջատար երկրներից մեկը, թեև որոշ նահանգներում այն դեռ օրինական չէ։ Այնուամենայնիվ, բազմաթիվ նահանգներ, ինչպիսիք են Կոլորադոն, Վաշինգտոնը, Կալիֆոռնիան եւ այլն, հաջողությամբ օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը ինչպես բժշկական, այնպես էլ զվարճանքի նպատակներով։ Այս նահանգները վայելում են զգալի տնտեսական օգուտներ հարկային եկամուտների տեսքով եւ արդյունավետորեն կառավարում են շուկան, սահմանելով խիստ կանոններ եւ վերահսկողության մեխանիզմներ։ Գերմանիա 2024 թվականին Գերմանիան եւս միացավ այն երկրների շարքին, որոնք օրինականացրին մարիխուանան անձնական օգտագործման եւ վերահսկվող ոչ առևտրային մշակման համար։ Թեև կոմերցիոն վաճառքները դեռևս սպասվում են, այս քայլը Գերմանիային դարձնում է Եվրոպայի խոշորագույն պոտենցիալ շուկաներից մեկը եւ կարող է նոր հեռանկարներ բացել ինչպես տնտեսության, այնպես էլ հասարակական առողջության ոլորտում։ Մարիխուանայի մասին կարծրատիպեր եւ իրականություն։ Մարիխուանայի վերաբերյալ հասարակության մեջ դեռևս շրջանառում են բազմաթիվ կարծրատիպեր, որոնք հաճախ հիմնված են ոչ թե գիտական փաստերի, այլ էմոցիոնալ գնահատականների եւ կիսատ տեղեկատվության վրա։ Կարծրատիպ. մարիխուանայի օգտագործումը անպայմանորեն տանում է դեպի ավելի ծանր թմրամիջոցների օգտագործման։ Իրականություն. գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ մարիխուանան ինքնին չի հանդիսանում անցումային թմրանյութ, այլ թմրամիջոցների օգտագործման հավանականությունը ավելի շատ կապված է անձի հոգեբանական եւ սոցիալական խնդիրների հետ, քան մարիխուանայի հատկությունների։ Կարծրատիպ. մարիխուանան վնասակար է ուղեղի բջիջների համար եւ հանգեցնում է մտավոր հետամնացության։ Իրականություն. չափավոր օգտագործման դեպքում գիտականորեն հիմնավորված որևէ ապացույցներ չկան, որ մարիխուանան առաջացնում է ուղեղի բջիջների զանգվածային մահ, ինչպես օրինակ քիմիական թմրամիջոցները, կամ մշտական մտավոր խանգարումներ չափահասների մոտ։ Այնուամենայնիվ պետք է նշել, որ դեռահասների մոտ, երբ ուղեղը դեռ զարգացման փուլում է, մարիխուանայի կանոնավոր օգտագործումը կարող է ունենալ որոշակի բացասական հետևանքներ։ Օրինականացման հնարավոր դրական եւ բացասական կողմերը։ Ես բազմիցս խոսել եմ մարիխուանայի օրինականացման մասին։ Այժմ կներկայացնեմ դրա եւ դրական եւ բացասական հետևանքները, որոնք պետք է ավելի մանրակրկիտ դիտարկել։ Դրական կողմեր, բժշկական կիրառություններ։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ մարիխուանան կարող է օգտակար լինել որոշակի բժշկական վիճակների բուժման կամ ախտանիշների թեթևացման համար, ինչպիսիք են քնի խանգարումը, քրոնիկական ցավը, էպիլեպսիան, սկլերոզը եւ քիմիոթերապիայի հետևանքները, շուկայի վերահսկում եւ որակի ապահովում։
Օրինականացումը թույլ կտա պետությանը վերահսկել մարիխուանայի արտադրության, վաճառքի եւ տարածման գործընթացները, ինչպես նաեւ սահմանել որակի չափանիշներ, պաշտպանելով սպառողների առողջությունը։ Հարկային եկամուտների աճ։ Օրինականացված շուկան կստեղծի նոր հարկային եկամուտներ պետական բյուջեի համար, որոնք կարող են ուղղվել կրթության, առողջապահության եւ այլ կարևոր ոլորտների զարգացմանը։ Մարիխուանայի օրինականացումը Հայաստանը կդարձնի ավելի գերավիճ ուղղություն զբոսաշրջիկների համար, ինչը կնպաստի туриզմի ոլորտի զարգացմանը եւ լրացուցիչ եկամուտների ներհոսքին։ Սև շուկայի եւ կրիմինալի նվազում։ Օրինականացումը կզրկի կրիմինալ խմբավորումներին եկամուտների հիմնական աղբյուրներից մեկից, ինչը կհանգեցնի կրիմինալ աշխարհի ազդեցության թուլացմանը եւ զգալիորեն կնվազեցնի հանցագործությունների թիվը։ Բացասական կողմեր։ Հասարակական կարծիքի բևեռացում։ Օրինականացումը կարող է առաջացնել հասարակության տարբեր շերտերի բացասական արձագանքը, հատկապես պահպանողական տրամադրություն ունեցող քաղաքացիների շրջանում։ Վերահսկողության եւ կառավարման բարդություն։ Օրինականացված շուկայի արդյունավետ կառավարումը եւ վերահսկողությունը պահանջում են զգալի ռեսուրսներ եւ մասնագիտացված կադրեր իրավապահ մարմինների եւ պետական կառույցների կողմից, որը կարելի է լուծել տարբեր երկրների հետ փորձի փոխանակման միջոցով։ Հնարավոր առողջական եւ սոցիալական ռիսկեր։ Չնայած խիստ վերահսկողությանը գոյություն ունեն մարիխուանայի օգտագործման աճի եւ դրա հետ կապված հնարավոր առողջական ու սոցիալական ռիսկերի պահպանում, ինչպիսիք են կախվածությունը, շինչառական խնդիրները, հասարակական կարգի խախտման դեպքերը, որը հնարավոր է լուծել միայն շատ խիստ վերահսկողությամբ։ Լեգալ Հայաստանի տեսլականը մարիխուանայի օրինականացման հարցում։ Լեգալ Հայաստանը տարիներ շարունակ պայքարում է մարիխուանայի օրինականացման օգտին, հիմնվելով այն համոզման վրա, որ այս ոլորտի օրենսդրական կարգավորումը կբերի բազմաթիվ դրական փոփոխությունների մեր երկրի համար։ Մենք գիտակցում ենք, որ այս հարցը պահանջում է զգուշավոր եւ հիմնավորված մոտեցում, որը հաշվի կառնի ինչպես հնարավոր օգուտները, այնպես էլ ռիսկերը։ Մեր թիմը տարիներ շարունակ իրականացնում է իրազեկման արշավներ, նպատակ ունենալով հանրությանը տրամադրել օբյեկտիվ տեղեկատվություն մարիխուանայի օրինականացման եւ դրա հետևանքների մասին։ Մենք հավատում ենք, որ միայն փաստերի վրա հիմնված բաց երկխոսության միջոցով մենք կարող ենք հաղթահարել առկա կարծրատիպերը եւ ձևավորել առողջ վերաբերմունք այս կարևոր հարցի նկատմամբ։ Մենք հպարտ ենք նաեւ նշել, որ մեր ջանքերի շնորհիվ Հայաստանում ստեղծվել է մարիխուանայի առևտրով զբաղվող ամենամեծ առցանց հարթակը։ Սա եւս մեկ քայլ է դեպի շուկայի կարգավորումը եւ որակյալ արտադրանքի հասանելիությունը մեր քաղաքացիների համար։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, նպաստելով ծխելու մշակույթի զարգացմանը, բարձրացնելով արտադրանքի որակը եւ ապահովելով թափանցիկ գործունեություն։ Մարիխուանայի օրինականացումը Հայաստանում այսուհետ միայն տեսական հարց չէ, այլ իրական քննարկման առարկա, որը պահանջում է մեր հասարակության եւ պետության լուրջ ուշադրությունը։ Մենք հավատում ենք, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը նույնպես քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ, հիմնվելով միջազգային հաջողված փորձի եւ մեր երկրի առանձնահատկությունների վրա։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին միանալ այս կարևոր քննարկմանը եւ միասին գտնել լավագույն լուծումները մեր երկրի ապագայի համար։ Եթե այս թեման ձեզ հետաքրքրեց եւ ցանկանում եք հետեւել մեր հետագա քննարկումներին ու նախաձեռնություններին, ապա մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվել ալիքին եւ սեղմել զանգակ, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը։ Միացեք նաեւ մեր տելեգրամյան հարթակներին։ Սիրով Լեգալ Արմենիայի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Լեգալ Հայաստան։